Հարգելի իմ դիտորդ, պատասխանում եմ երկու շատ կարևոր հարցի, իսկ երրորդին ուղղակի ուզում եմ պատասխանել։ Նախ առաջին հարցը, դոգը կլինի Հայաստանի վարչապետ։ Ես չեմ կարող ասել, թե այդ որտեղից է ձեզ գալիս, այդ հարցը որտեղից է գալի, ոչ, դոգը երբեք չի լինի Հայաստանի վարչապետ։ Ինքը կլինի անդիմադիր, ինչպես որ կա, բայց ոչ Հայաստանի վարչապետ։ Կեղծիք այդ երևի այդ ձեզ ասողը ուղղակի օճառը ձեռքին ծնվել է, այդքան բան կասեմ։ Անցանք առաջ։ Հաջորդ հարցը՝ Նիկոլը կփախնի, թե կբռնեն իրան։ Փորձեր կլինի, բայց չի փախնի, չի կարողանա։ Այդ արդեն ասել եմ վաղուց, խոսել եմ այդ մասին։ Եվ երրորդ, էջիս տակ մի երիտասարդ գրել էր, որ ապրել է Արցախում եւ տեսել է այնտեղ ինչա կատարվում եւ ոչ մեկին չի ցանկանա, որ նույնը տեսնի, ինչ որ ինքն է տեսել, Նիկոլ վարչապետ եւ սրտիկներ։ Okay, հարց չկա։ Հարգելի երիտասարդ, ես հարգում եմ ձեր տեսակետը, բայց քանի որ էջի տերը ես եմ, ես էլ հարգում եմ նաեւ իմ տեսակետը։ Դե եթե ձեր համար Նիկոլ վարչապետ ու սրտիկներ այն անձը, որ ձեզ բնավեր, տնավեր արել, ով տվել է ձեր հողը, ձեր գերեզմանները, ձեր վանքերը, ինձ համար չի կարող ինքը լինել վարչապետ։ Ու հիմա մի մարդ, որ մեծ վտանգի ու հարցականի տակ է դրել Հայաստանի սահմանները, Հայաստանի հողերը, ինձ համար ինքը չի կարող լինել վարչապետ, եւ ես իրեն կարող եմ ընդհանրապես մի անունով կոչել դավաճան, ազգակործան։ Այդքան բան։ Խաղաղության ֆոնի տակ շատ լավ ինքը կարողացավ պահել իր աթոռը, բայց ես ուզում եմ ասեմ, ձեր խաղաղությունը բացարձակ երաշխավորված չէ, այն շատ վտանգված է, նույնիսկ ավելի վտանգված է, քան դուք կարող եք պատկերացնել, եթե այն ժամանակ պատերազմը Արցախում էր տեղի ունենում, հիմա րոպե առ րոպե, վայրկյան առ վայրկյան կարող է տրաքել հենց Հայաստանում այդ պատերազմը, որտեղ այլևս դարպասներ կամ պահող տարածք չկա։ Իհարկե ես հարգում եմ նաև ձեր տեսակետը։ Դուք իրավունք ունեք որպես անձնավորություն, որպես մարդ ձեր կարծիքը հայտնել, բայց այդ Արցախի համար միայն 2020 թվականին չեն, որ տղաները ընկել են ԽՍՀՄ փլուզումից հետո մենք ունեցել ենք դարձյալ նույնքան զոհեր եւ դրանք այրան գնով ձեռք բերած հողեր էին։ Ես չէի խոսի այսպես, եթե այդքան արյուն թափած չլինեին այդ հողերի մասին, կհարմարվեի, ինչպես հարմարվել ենք մի տեսակ Արարատը, հա, Թուրքիայում լինելու կամ մեր Անին, Էրզրումը, Վանը, Մուշը, այդպես կլռեինք գուցե, ցավով հիշելով մեր հողերը, մեր տարածքները, մեր մշակույթը, մեր ազգային արժեքները, մեր պատմությունը, բայց քանի որ այն խաղաղությունը, որի մասին դուք գերազել եք ու ուրախանում եք այդ խաղաղությամբ, հիշեք ինչի հաշվին, ում կյանքի հաշվին, եւ դուք էլ ապահովագրված չեք։ Եթե սրանից 1988 եւ 90-92 թվերի միջև անգամ, եթե իմանային, որ զոհվում են այսօրվա համար, որ դուք այսօր այսպես արտահայտվեք, որ թվացial խաղաղություն ձեզ տվել են այն տղերքը, որ Շուշին ազատագրեցին, Արցախը հետ բերեցին, այրանք ձեզ 30 տարի ապահովել էին խաղաղությամբ։ Բայց այս երեխեք, այս երիտասարդները, որ հիմա եռաբլուրում են, գոնե իրանց անձի հանդեպ ունեցեք հարգանք ու այդպես մի խոսեք։ Այդ երեխաները արյուն տվեցին ու այդ երեխաները կարող էին հասնել մինչև Բաքու, բայց ցավոք սրտի այսօր ունենք այն, ինչ ունենք, մենք չունենք Արցախ, չունենք, արդեն վտանգված են Հայաստանի տարածքները, դուք եղել եք բնավեր, տնավեր, ու հիմա այն երեխեքներ, որոնց ծնողները այսօր սգում են իրենց երեխաների
կյանքի կործանման համար դուրս եկավ, որ նախորոք արդեն տանուլ տված կռվի, տանուլ տված վաճառված հողերի համար իրանք կռվում էին։ Համենայն դեպս 30 տարի այդ հողի համար ոչ խոսակցություն ա եղել, ոչ կարողացել են խոսան, Ադրբեջանից իսկի թռչունը չի կարողացել հատի սահմանը ու անցնի այդ հողերի մեջ։ Մնացած հետևությունները թողում եմ ձեզ, բոլորդ կարող եք մտածել այնպես, ինչպես ուզում եք, բայց ես չեմ կարող մտածել այնպես, ինչպես որ դուք եք մտածում։ Եվ ասեմ ավելին, յուրաքանչյուր էզոտերիկ, օկուլտիստ, իրական մոգ, ով արդարության հիմունքների վրա, ով ունի գերունակություն տեսնելու, իրենցից ոչ մեկը չի պաշտպանի ձեր տեսակետը, այդքան բան, որովհետև եթե դուք նայում եք սովորական աչքերով, մենք համ տեսնում ենք, համ լսում ենք, համ զգում ենք, համ էլ անում ենք ռենտգեն, եւ մեր ռենտգենը շատ լավ աշխատում։ Այսքանը։